այնուհետև դու հեռանում ես Վիմեդիայից եւ ասում ես, որ կար խնդիրներ ֆեդերացիայի հետ։ Ես քննադատել եմ Հայաստանի ավականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի որոշումը, բայց հետևեց ֆեդերացիայի հրահանգը։ Ես միևնույն է հեռանալու էի։ Ասացի, կուզես աշխատես այդ անտասպորտում։ Ասում եմ, հա, կուզեմ։ Հասկանանք պատճառը այդ ինչի։ Նախացություն։ Երկրպագում նեղանալու տեղ ունի։ Ֆեդերացիան ասուլիս չտվեց, մի հենոյով գարուն չի գա։ Ես կլինեմ ավելի իրատես։ Թող ինձ քարերով ծեծեն, թող անջատեն հենց հիմա այս եթերը։ Ժողովուրդ հանգիստ թողեք այդ հավաքական։ Հետևից եկող ֆուտբոլիստ չունենք։ Խոակին Կապարոսն աշխարհի չեմպիոն էր այդ տեսանկյունից, ինքը ոչ մի ուղիղ հարցի չպատասխանեց։ Մարզիչը այդքան էլ էական չի, խնդիրը մեր մեջ է։ Որ մի top մասնագետը կուզենա Այ էդ է ուզում ասել, դեպքում Ժոզե Մորինյո, ինչու ոչ։ Թղթի վրա ենք մենք դա տեսնում։ Իսպանական մոդել, գերմանական մոդել, բայց դա մի ամբողջ փիլիսոփայություն է, ով դուժեց արանքում Հայաստանի հավաքական եւ հայկական ֆուտբոլը։ Բայց մենք Եվրոկուբոկ պետք է խաղանք, էս պետք է անենք, ստից UEFA-ից պետք է փող ստանանք, պետք է ես գրպանից մտնի, որ հետո մտնի ես գրպանը։ Սարսափելի է։ Հիմա մենք այդ չալաղաջի հետևից ընկած թքած ունենք ամբողջ հայկական ֆուտբոլի վրա։ Մանկապատանեկան ֆուտբոլը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, ընդհանրապես։ Այդքան է մեր պատկերացումը հայկական ֆուտբոլի զարգացման մասին։ Ես ոչինչ չեմ առաջարկում։ Ես մեկնաբանում եմ այն ինչ որ տեղի է ունենում, դա իմ աշխատանքն է։ սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյան